Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք անվտանգության խորհրդի հերթական նիստի աշխատանքները հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրը էական փոփոխություններ է կրել Հայաստանի և Արցախի շուրջ և մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերները և հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում, պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը և մոտեցումը նոր մարտահրավերներին, ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին և ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի և Արցախի կայուն և բնականոն զարգացման համար։ Իհարկե Հայաստանի տևական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից և մենք օրինակ մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ ունենք, որը ունի սեզոնային բնույթ և մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչը իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում և անվտանգային, և մենք պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, և մյուս կողմից իհարկե պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին, այլ ընդհակառակը մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել և պահպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության։ Եվ ընդհանրապես կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու, հարցը էական է և ուշագրավ, բայց ինքը ունի բազմաթիվ նրբություններ և այդ բոլոր նրբությունները մենք պետք է հաշվի առնենք, բայց մեր տրամադրվածությունը պիտի լինի այն, որ մենք պիտի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից, մենք պիտի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն երկարատև կայուն զարգացումը Հայաստանի Հանրապետության և նաև ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է, այնպես որ ես այսօր մեզ հաջող և արդյունավետ քննարկում եմ մաղթում։